Աստվածորդն է սիրելիներս բոլորիս։ Ուզում եմ մի հետաքրքիր նոր պատմություն պատմեի, որը որ նոր տեղի ունեցավ իմ հետ։ Ու հետաքրքիր է նոր ճանապարհին մի մարդ նստեց մեքենաս ու ոնց որ խոսում էինք իրար հետ ու հասկացա, որ ես հոգևոր եմ ու ինձ հարց տվեց, ասեց, բա ով է քո Աստվածը, ում ես դու պաշտում։ Ասեց իմ Աստվածս Հիսուս Քրիստոսն է, Սուրբ Երրորդությունն է, Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված, ում որ ես ընդունում եմ, ում որ ես դավանում եմ, որպես իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին միայն, որովհետեւ նա էր, ով որ ինձ համար իմ մեղքերիս համար մահացավ եւ հարություն առավ, որպես այսօր ես ունենամ արտարություն ու կյանք հավիտենական։ Ու ես նրան հարց տվեց, ասեց, իսկ դու ում ես պաշտում, ով է քո Աստվածը, եղբայր։ Ասեց, դե իմ Աստվածը, ասեց, ես պաշտում եմ արևին։ Ասեց, իսկ ինչի արևին։ Ասեց, դե որ արևը չլիներ, մենք ոչ մեկս այսօր չէինք լինի, կյանք չէր լինի, մարդկությունը կմահանար։ Ասեցի, եղբայր, ասեցի, դե նույն հաջողությամբ կարող եմ ես քեզ օրինակ բերել, որ եթե չլիներ ջուրը, մենք բոլորս կմահանայինք, որ չէ որ մենք ջրից ենք բոլորս կախված։ Նույն հաջողությամբ կարող եմ ասեմ, եթե այսօր թթվածին չլիներ երկրում, այն մոլեկուլներ են թթվածինի մեջ, մենք էլի բոլորս կմահանայինք։ Ասեցի, իսկ ինչի համար դու կենտրոնացված ես ոնց որ միայն արևի վրա, չէ որ էլի ինչքան լիքը բաներ կա, ինչից որ կախված է մեր կյանքը։ Ու ամենակարևորը այն է, երբ որ Հիսուսն է իրան համեմատում ջրի հետ, ճանապարհի հետ, հացի հետ, ասում եմ, այս ամեն ինչը կա մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի մեջ, ու հետաքրքիր է, ասեց, իսկ դու ինչի համար ես հավատում, որ Հիսուսը ճիշտ է, այսինքն Հիսուսի ասածները քեզ համար գլխավոր, այսպես բարձր հեղինակություն է։ Դա ասեցի, որովհետև եղբայր շատերը շատ բաներ են ասել, բայց ոնց որ թե բոլորը մահացան ու փտան են հողի տակ, որդերը կերան նրանց մարմինները։ Միայն Հիսուսն էր, ով որ հարություն առավ։ Որովհետև մինչև հիմա, որ եթե Իսրայել դու գնաս, դու կտենաս նրա գերեզմանի վրա, որը որ գրված է, նա հարություն է առել, այստեղ չի։ Հալելույա։ Հիսուսը հարություն է առել, այստեղ չի։ Ու հիմա արի գնանք մեր ուրիշի գերեզման, Մագամեդի գերեզման գնանք, Բուդայի գերեզման գնանք, մեր ուրիշի գերեզման գնանք, ու սես տարբեր անուններ էր ինքը տալիս, որ ով է ասել, որ պետք է արևին պաշտել։ Ասում եմ, քեֆ թե գնանք բոլորի գերեզմանները, տենանք որն է հարություն առել։ Բացի Հիսուսից ոչ մեկ հարություն չառավ։ Ու եթե Հիսուսը հարություն առավ, դա նշանակում է, որ մեզ տեղիք է տալիս մտածելու նրա խոսքերի վրա։ Ու Աստվածաշնչյան մի հետաքրքիր տեղ կա, Հռոմեացիս առաջի գլուխ 25-րդ խոսքն եմ ուզում կարդալ։ Գրված է, որոնք Աստծուն ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին եւ պաշտեցին, ստեղծվածներին քան թե ստեղծողին, որ օրհնյալ է հավիտյանս ամեն։ Հետաքրքիր է, ասում եմ, մարդիկ սկսեցին պաշտել ստեղծվածներին, ոչ թե ստեղծողին։ Ու ես իրան հարց եմ տալիս, ասում եմ, իսկ դու չես ուզում ճանաչես նրան, ով որ արևն է ստեղծել։ Դու ասեց, եսի մախբեր, բա ով է։ Դեսի Աստված է, ով որ ստեղծեց։ Իսկ չես ուզում Աստծո անունը իմանաս, այն Աստծուն ճանաչես։ Ու գիտեք ինչն էր հետաքրքիր սրա մեջ, որ նրա մտքի մեջ այն բերտերը, այն պարիսպներն ու այն ոնց որ պաշարը, որ ինքը ուներ, իրան թույլ չէր տալիս, որ ինքը այսպես քայլ աներ, համարձակ քայլ աներ, ուզենար ճանաչեր նրան, ով որ արևն է ստեղծել, լուսինն է ստեղծել, աստղերն են ստեղծել ու ջրերն են ստեղծել։ Գիտեք, այսօր շատերը, այո, չիտես ինչի, պաշտում են ու երկրպագություն են անում ստեղծվածներին, ոչ թե ստեղծողին։ Սրանից մի ժամանակ առաջ մի տեղ էի հայտնվել, մի շրջապատի մեջ էի, որտեղ որ մոտավորապես բացատրեմ ինչ կարգի վիճակի, ինչ կարգի մարդկանց մեջ էի։ Նկատած կլինեք, երբ որ, ես չգիտեմ, հիմնական վարորդներ, երբ որ անցնում են ճանապարհներով, գիտեն որ թփի տակ, որ ծառի հետևը, որ սարի հետևը մատուռներ կա։ Ու սենց կայծակային անց մի հատ խաչակնկվում են, կայծակային,
որ չես են նկատում, հիմա երանգյունի են քաշում իրաց վրա, դե իրականում խաչակնկվում են։ Մեկ այսենց սիգարետը պրոշի տակ, ես չգիտեմ, հայոյանքները, այն մնացած վատ ազդեցությունների տակ, բայց այս բանին կարևորը խաչակնկվելն է։ Ու այսենց մարդկաց մեջն է, ուղղակի Աստծո խոսք էի խոսում, ու մի հոգի ինձ հարց տվեց, ասեց. «Հիմա դու չես պաշտում խաչը»։ Իհարկե, ես կարայի լրիվ ուրիշ ձև նրան պատասխանեի։ Ասի չէ, եղբայր, ես չեմ պաշտում խաչը։ Ու նենց ագրեսիա էր նրանց կողմից դրսևորվում, որ ուզում էին արդեն բռնեին ու կարելի ասած այսպես ինձ թափ տային։ Ու հետաքրքիր ասեցի, ես չեմ պաշտում խաչը, ես պաշտում եմ խաչյալին։ Սիրելիներս, մի պաշտեք խաչը, պաշտեք խաչյալին։ Մի պաշտեք ստեղծագործությունները, պաշտեք ստեղծողին։ Մի գնացեք ստեղծվածների հետևից, գնացեք ստեղծողի հետևից։ Ճանաչեք Տիրոջը, ոչ թե այն ինչ որ նա ստեղծել է։ Հիսուսը մի հետաքրքիր բան ասեց։ Ասեց, ուզում ես լինես ազատ, ուրախ, խաղաղ, երջանիկ, ճանաչիր ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ ազատ կարձակի։ Ու գիտես ինչն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը, Աստվածաշունչը, ավետարանը։ Կարտա ավետարան, սիրելիս, կարտա Աստվածաշունչ։ Շատ քիչ կապ ունի ով ինչ են ասում։ Գիտեք, շատերը շատ բան կարան ասեն, բայց ոչ Աստվածաշնչից, ոչ Աստծո խոսքից։ Ինչի պատճառը, որ գցում են մոլորության մեջ ավելի շատ շատերին։ Հիսուսն էլ եկավ եւ Հիսուսին չընդունեցին։ Ու գիտես ինչ ասեց Հիսուսը փարիսեցիներին։ Ասեց, եթե դուք գրքերը քննեիք, կճանաչեիք, որ ես եի Մեսիան, բայց նրան չընդունեցին։ Այնպես որ նորմալ է, որ շատ անգամ քեզ չեն ընդունում, ինչ են ընդունում, ասում են, «Էս ինչ աղանդավոր է, էս ինչ խոսքեր ես խոսում»։ Գիտեք, այսօր շատերի համար Աստծո խոսք խոսալը դարձել է աղանդավորություն։ Ինչքան չեմ սխալվի, Ջորդանա Բրունոն է եղածվածաբան, որին որ ասել են, երբ որ ինքը ելես սկսել է քարոզչությունը, ասել են, «Էս ուզում ես աշխարհը շուռ տաս», ու հետաքրքիր պատասխան է տվել, ասել է, «Իսկ ինչ վատ կլիներ շուռ տված աշխարհը ուղղեի»։ Աստված օրհն է, սիրելիս։ Կարտա ավետարան, ճանաչիր ճշմարտությունը։